Գիտեք, բազմազան խնդիրներ լուծվել են, խնդիրները Երևանը ինքը օրգանիզմ է, որը անընդհատ շարժի մեջ է եւ չի կարելի ասել, որ մի խնդիր, որը լուծվել է, վերջնական լուծվել է։ Ինքը ցանկացած խնդիր Երևանում, ցանկացած աշխատանք Երևանում, որը իրականացվում է ամենօրյա process-ով, ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք կարել ենք առավելագույնը ինչ հնարավոր էր, արվել է ինչ կա, ես ասել եմ, ասում եմ նորից շարունակում եմ պնդել, որ Երևանի պատմության մեջ ժամանակը գալու է մի քանի տարի հետո այս իշխանությունը իր լավագույնը մինչև այս եղածների մեջ ապացուցելու է։ Նույնիսկ եթե իր պաշտոնավարումը դադարի դրանից հետո։ Այսօր նաև հանրությունը առավել շատ խոսում է Երևանի օդի աղտոտվածության մասին, նաև Նուբարաշենի աղբանոցի հետ կապված վերամշակման աղբավայրի վերամշակման հետ կապված աշխատանքներն իրականացվում են, անկեղծ ասած այս պահին որ փուլում են, չեմ տիրապետում, այդ համապատասխան վարչությանը կարելի է հարցնել, բայց որ կա ընթացքի մեջ այդ միանշանակ է։ Տիկին Խաչատրյան, նաև կխնդրեմ անդրադառնալ հետընտրական process-ներին, դուք ինչպես եք գնահատում ընտրությունների ձեր մասնակցությունը, արդյոք դա էր ձեր սպասելի թիվը, ցուցանիշը, ինչ եք մինչև այն պահը, երբ մենք դիմեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք այսինքն երբ սկսեց ընտրակաշառքների ու մնացածի մասին խոսակցությունները, շրջանառությունները եւ այո, այդ process-ը երբ սկսեց, արդեն ամեն ինչ պարզ էր, որովհետեւ այս վերջին առնվազն մի քանի ընտրությունը 18 թվականից հետո Հայաստանի Հանրապետության լավագույն ժամանակներն էին, որտեղ ընտրակաշառքը գրեթե ամբողջությամբ բացառված էր, բայց ցավոք սրտի այս ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի ամենախայտառակ ընտրություններն էին, ամենաամոթալի, ամենազզվելի ընտրություններն էին, որտեղ ժողովուրդը նորից դարավ վաճառված, որտեղ ժողովուրդը նորից դարավ մի քանի հազար մի անգամվա գումարի վրա իր ինքնասիրությունը, իր արժանապատվությունը վաճառող հազիվ հայ ժողովրդի փող վերցնող անինքնասեր փող վերցնող այո այն քաղաքացին որը վերցնում է գումար եւ գումարի դիմաց վերցնում է ինքը ինքնասիրություն չունի ինքը վաճառել է իր ինքնասիրությունը վաճառել է Հայաստանի Հանրապետությունը եւ գնացել է ընտրության ցավոք սրտի նորից շատացավ ու նորից եկավ շրջանառության մեջ դրվեց այդ փող բաժանելու սովորույթը որը հետ հեղափոխական Հայաստանում արդեն իսկ գրեթե վերացած է իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը որ ընտրակաշառքով է զբաղվել, ընդդիմությունը սա նաև իշխանության թուլությունն է, սա նաև իշխանության սխալն է, սա նաև ազգային անվտանգության խնդիր է, որ իշխանությունը չի կարողացել բացառել ընտրակաշառքը։ Վարչական ռեսուրսի մասով, չեմ կարող ասել, վարչական ռեսուրսի կիրառումը նորից, եթե վարչական ռեսուրս կիրառվել է, համենայն դեպս ապացույցներ որպես այդպեսին չկան, ինչպես ընտրակաշառքների դեպքում, եթե կիրառվել է, այդ դեպքում էլ նույն գնահատականը ստալիս։ Իսկ Բարգավաճ Հայաստանի մասով ինչ կարող եք ասել, որովհետև քաղաքացիների մոտ կրկին կային մտահոգությունը, որ ԿՀ-ն ուղղակի ուղղորդված գնաց այդ քայլին եւ Գիտեք, եթե ԿՀ-ն ուղղորդված գնար ու շատ լավ կլիներ, որ իշխանությունը կարողանար ԿՀ-ին ուղղորդել եւ ընտրությունները մեր դիմումի համաձայն ընտրություններին մասնակցող եւ բանի այն խոպան Հայաստանը որպես խոպան օգտագործող օլիգարխի կուսակցությանը չթողեր մասնակցեր ու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չստորացներ իր քաղաքացուց այդ գնաց փողը նորից չտար եւ չառներ ձայնը։ Տիկին Խաչատրյան եւ վերջում նաեւ կխնդրեմ անդրադառնալ Հանրապետության կուսակցությանը, հա, ինչու որոշեցիք մասնակցել, որովհետեւ բոլոր հարցումներով դուք շեմը չէիք հաղթահարում, անգամ դուք խոսում եք այն հարցումները, ես իմունիտետ եք ձեռք բերել արդեն մասնակցելով, իշխանությանն եք աջակցում, ինչպես եք տեսեք Երևանի ժամանակ, Երևանի ընտրությունների ժամանակ բոլոր հարցումներով Հանրապետություն կուսակցությունը չի անցել անցողիկ շեմը։ Երևանի ընտրությունների ժամանակ բոլոր հարցումներով ձեր ծանոթ բոլոր այդ հարցում անող կազմակերպությունների երկրորդ քաղաքական ուժը եղել է Մանեթ Անդիլյանենց ուժը, որը տեսնում ենք հիմա, որտեղ է նույնիսկ անցողիկ շեմը չընցավ։ Այնպես որ այդ հարցումները բերել օրինակ ընդհանրապես ծիծաղելի է, երբ նայում ենք համագործակցելով միացավ ուժեղ Հայաստանի ապրելու երկիրը, ես Երևանի ընտրությունների մասին եմ խոսում։ Բոլոր հարցումներով էլ եմ ասում, Հանրապետություն կուսակցությունը չէր անցնում շեմը, իսկ ապրելու երկիրը երկրորդ տեղում էր, բայց տեսանք ինչ եղավ արդյունքում, իրենք նույնիսկ շեմը չանցան, մենք ունենք 10 եւ 11 եւ ավել տոկոս։ Ես
նորից եմ ասում, այս ընտրություններն ամենակեղտոտն էին, այո, ես վստահ եմ, որ Հանրապետություն կուսակցությունն ունի այն քվեն, որը անցողիկ եւ մի բան էլ ավել շեմներ։ Երևանի արդյունքները ամեն ինչ գնաց նրան, կրկնում եմ, ամենասկզբին եկանք, որ կեղտոտ հետհեղափոխական Հայաստանի ամենազզվելի ընտրությունները եղան, փող բաժանելով, խոպան եկած օլիգարխներով, Ռոբերտ Քոչարյաններով եւ Թևանյան Անդոներով, տեսնում ենք Ազգի Դավաճանի հոդվածներով այս պահին կալանավորված Անդոներով կարողացան Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նորից, ասում եմ, այն ծախվող քաղաքացուն նորից ծախվելու, ասում եմ, այս պահին մեղադրվող ես բացարձակ շեշտեցի նաև